բայց պնդում է, որ վերել է խաղաղություն, դրա ցուցիչն է 1.7 տարի սահմանին մարդ չունենք, զինվոր չի զոհվում, եւ դուք եք եւ ձեր նման ընդդիմադիրներն եք եւ նաեւ նախագահներն եք նեղված եք այդ ստատիստիկայով։ 1.7 ամիս Նիկոլ Փաշինյանը իշխանության եկել 1.7 տարի Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության 7 տարի առաջ, ես կարող եմ հիշեցնել ուրեմն սահմանի զոհերին արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում, ես կարող եմ հիշեցնել հրդեհը, որտեղ զոհվեցին զինվորներ, Գեղարքունիքի մարզներ, չէ՞։ Եվ առ այսօր մենք տեղյակ չենք ինչ է տեղի ունեցել։ Մենք չունենք սահման, որովհետև մեր տարածքով զինված ադրբեջանցիներ են զբոսնում, մենք ունենք ադրբեջանցի դիվերսանտ, որը Քաջարանում սպանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ անպատիժ հետ հանձնվեց ներողություններով Ադրբեջանի եւ գիտեք ինչ կա եթե զոհերի մասին չեն խոսում, դա չի նշանակում, որ զոհեր չկան։ Նախկինում այդ վատ ժամանակներում մենք սահմանից ամեն օր ստանում էինք տեղեկատվություն, գիշերը անցել է հանդարտ, եղել են կրակոցներ, չեն եղել կրակոցներ եւ այլ, այսինքն մենք տեղյակ էինք ինչա կատարում սահմանին։ Հիմա նայեք տեղեկատվությունը մենք բացարձակապես ոչ մի տեղեկատվություն չունենք։ Ես ընդհանրապես տեղեկատվություն ստանում եմ այն իմ ծանոթներից, որոնց ստանում են զորահավաքների եւ նրանք գալիս են եւ ինձ պատմում են այն խայտառակ վիճակի մասին, որը հիմա տիրում է այդ նոր Պապիկյանի անվան պոստերում։ Ու երբ որ դու 5-3 տարի տվել ես անիմաստ զոհեր, մենք հələ չենք հաշվում 5000 զոհված պատերազմի ժամանակ ջահել տղեկի, մենք դրա մասին չենք խոսում։ Մենք չենք խոսում դրա հաջորդ տարվա սեպտեմբերի զոհերի մասին, երբ որ ջերմուկը հանձնվեց, դրա մասին մենք չենք էլ խոսում։ Խոսել որ 1.7 տարի կրակոցներ չի եղել, դա առնվազն ցինիզմ է, եւ ամենակարևորը, որ затишье всегда бывает перед бурей։ Այսինքն եթե կրակոց չկա, դա չի նշանակում, որ չի գմփալու։ Ու մեր մտավախությունը ինչ որ մենք նախանձում ենք, որ դու մի տարի 7 ամիս կրակոց չենք լսել, մեր մտավախությունն է, որ գմփալու է։ Ու դու այնքան տուպոյ անասուն ես, որ ոչինչ չես անում, որ չեզոքացնես այդ գմփալու հավանականությունը։ Որտեղ մենք գիտենք ինչ վիճակում է քո բանակը, մենք գիտենք ով է ապահովում այդ սահմանների անվտանգությունը, մենք գիտենք ինչ է կատարվում։ Ու կրկնում եմ, Անդորը միշտ նախորդում է շատ լուրջ աղմուկի։ Եթե դու տուպոյ ես, դա չի նշանակում, որ բոլորը քո պես են։ Ատոմային ֆորումի է հենց հիմա մասնակցում, գիտեք, որ երբ ատոմակայան է բացել։ Երբ։ Չգիտեմ, չեն ասում, երևի չնեղվենք։ Փաշինյանը կառավարության վերջին նիստին մատը թափտելով ասում է լուր ու հանգիստ 2 ատոմակայան ենք կառուցել։ Դե որ ասում է երևի կառուցել են։ Իսկ դուք աջակնյակի մետրոյով եկաք այստեղ։ Միա վստահաբար, իհարկե պրոբկեքը, որ շրջանցեն Աջակնյակի մետրոյով եմ եկել, այո։ Հասկանում եք, ինքը մնացել է այդ իր 18 թվականի մոլուցքի տակ, էլի, որ իրան թվում է, որ այն ժամանակ իր խոսքը 100% անցնում էր, որ իրան թվում է, որ ինքը հնի պես ինչ ասեց, տենց էլ ուտվելու է ու մարսվելու է։ Դա այդպես չի։ Ու դրա ապացույցը այն է, որ Փաշինյանը անցել է սպանությունների։
իր իշխանությունը պաշտպանելու համար նա այդ իրան նյուգոդնի մարդկանց ոչնչացնում է։ Դա է ապացույցը։ Այսինքն թե ինքը ասեց երկու ատոմակայան եմ կառուցել Լոռում, ինչ բան չասեցի։ Բայց ինչ որ մի ձև դա պետք է անդրադառնար մեր կյանքի վրա։ Ասենք լույսերը չէին անջատի, ասենք հաշվի առնելով որ ատոմային էներգիան ամենաէժան էներգիայի տեսակն է, էլեկտրավարձերը կնվազեին, կամ գոնե հեծի համար կռիվ չէիք տա, որտեղ այդ հեծը ձեզ արդեն պետք չէր լինի, հեծը չկներեք բանը, հայ էլեկտրացանցը մի խոսքով։ Կարող էիք կազմել նոր պետական կազմակերպություն, որով ապահովեիք, այսինքն մտցնեիք հայ էլեկտրացանցի, այսինքն Սամվել Կարապետյանի կազմակերպությունը մտցնեիք մրցակցային դաշտ եւ այդտեղ հաղթեիք, բայց եթե դուք այդ մարդուն տարել եք բանտ ու իր ձեռից խլում եք իր ապրանքը, այդ նշանակում է որ ոչ մի ատոմական գոյություն չունի, ի վիճակի չեք մրցակցել այդ մարդու հետ։ Հիմա